Բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած, հաուզում եմ չխոսայի, բայց չեմ կարող այս թեմայով չխոսամ։ Խոսքս ուղղում եմ Արման Թաթոյանին։ Ճիշտն ասած, ես ձեր պաստաղը տեսել եմ։ Ձեր պաստաղի վրա գրած է արդարությունը գալիս է ու դուք եք ձեր նկարն է։ Ճիշտն ասած, ես գիտեմ, որ բավականին մեծ գումարներ եք ծախսում այս ընտրաշավի վրա եւ այլն, բայց այդ արտահայտությունը ով որ հորինել է, իրապես շատ մեծ սխալ է արել, որովհետեւ այդ արտահայտությունը իրավունք ունի անելու մենակ մի հոգի։ Բոլոր կենդանիների մեջ, մարդկանց, եղածների ու ովքեր որ պետքա ծնվեն, մեկը կա, որ կարող է այդ արդարություն բառը օգտագործի, որ արդարությունը գալիս է, դա Հիսուս Քրիստոսն է։ Ուղիղ ձեզ ասում եմ, իրապես շատ սխալ սլոգան եք ընտրել ձեր քարոզարշավի համար։ Ամենայն անկեղծությամբ։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ ձեր նկարն այդ արտահայտությունը դա վերագրվում է ձեզ, որ արդարությունը գալիս է, այսինքն ես գալիս եմ, արդարությունը գալիս է։ Ճիշտն ասած չգիտեմ, անկեղծ չեմ պնդում, բայց հավատացած եմ, որ շատ կարդացած մարդ եք իրապես, գիտեմ, որ շատ կարդված ու կարդացած մարդ եք, բայց շատ կասկածում եմ, որ դուք Աստվածաշունչը ծննդոցից մինչև հայտնության վերջի գիրքը կարդացել եք, որովհետև հայտնության գրքի մեջ գրած է վերջում, որ Քրիստոսին է ներկայացնում, որ բոլորը պետք է նրան ենթարկվեն, ասում է նրա վրա գրած էր արդարություն ու ճշմարտություն։ Ու դուք այդ մի բառ օգտագործել վերագրել եք ձեզ ու ձեր թիմին, դաժե եթե ստացվի, որ դուք գաք իշխանության, դուք չեք կարող արդարություն բերեք, դա անհնարին է։ Եթե նենց ստացվի, որ իրապես դուք արդարություն բերեք, որ ընտրվեք, 99% ձեն հավաքեք ու ընտրվեք, ուղիղ ձեզ ասում եմ, որ չեք կարող արդարություն բերեք, որովհետև եթե արդարություն բերեք, Աստվածաշունչը կխափանեք։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Դա համար չգիտեմ այդ սլոգանը ով է մտածել, ամեն դեպքում տես մեծ գումարներ եք ծախսում, ընտրեք մեկին, որ բացի այտենց շքեղ խոսքերից որ կարող օգտագործի, նաև ճիշտ օգտագործի, քրիստոնյա երկրում ենք ապրում, շարժվում ենք քրիստոնեական ավանդույթներով ու այն ինչ պատկանում է Քրիստոսին, այն կոչումները, տիտղոսները, մարդ չի կարող վերագրի իրան, ընկերներ։ Շատ հարգում եմ ձեզ, ամենայն անկեղծությամբ, ոչ մի բան չունեմ, ձեզ անձնապես չեմ ճանաչում, բայց ամեն անգամ որ տեսնում եմ այդ պաստառները իրապես դա դաժե շատ մեծ չարիք կարա բերի, որովհետև դա պատկանում է Քրիստոսին։ Եթե փոխաբերական իմաստով եք գրել այդ խոսքը, օրինակ, հա, կոչ անելով, որ արդար քաղաքական գործիչ կլինեք եւ այլն, ավելի լավ սլոգաններ կա։ Օրինակ, կարայք գրեք թագավորների թագավորը գալիս է։ Օրինակ, բայց դա ճիշտ չի օգտագործել ընկերներ։ Ու շատ քաղաքական թիմեր կա, միլիոնավոր դոլարներ եք ծախսում դեր ընտրաշավների վրա, ամենայն անկեղծությամբ։ Ես հենց մենակ գովազդի մասով եմ ուսումնասիրել, քաղաքական ուժ կա, որ այսօրվա դրությամբ $25,000 մենակ մի գովազդի վրա է ծախսել, դա թափուն չի, բաց հա, Facebook-ի բանը, այդ library կա, մտնում ես, տեսնում ես, որ քաղաքական ուժը քանի գովազդ է միացնում, ինչ բյուջեներ է ծախսում եւ այլն եւ այլն։ Բայց Արման Թաթոյան ջան, ընկերս, դու հայ ես, դու կոպիտ ասես բարեկամ ես, ինձ իրապես եմ ուզում ասեմ, ես շատ հարգում ընդունում ցանկացած հայ, ես դիտարկում եմ որպես ընտանիքի նման, կարաս ինչ որ մեկ այդ խնդիրներ ունենաս եւ այլն, ինչ որ վիճվես, բայց բոլորս մեկ հայ ենք, մենք մի ազգ ենք, մեկից էլ եկել ենք։ Շատ սխալ է այդ սլոգանը ընկերս։ Հաջորդ անգամ երբ որ կմասնակցես քաղաքական գործընթացների, ես սիրով պատրաստ եմ։ Չեմ ասում ընդհանուր մարքեթինգը, բայց այն փաստը, որ մի բան ընտրում եք, որը որ պատկանում է տերերի տիրոջը, հա, որը որ պատկանում է Քրիստոսին, ճիշտ չի վերագրել քեզ։ Ամենայն անկեղծությամբ, չէի կարող, հա ասում էի լավ, մի խոսա, իրապես ոչինչ, բայց չէ ընկերս, դա ճիշտ չի։ Նորից շատ հարգում եմ ձեզ։ Բացարձակ ոչ մի վիրավորանք չունեմ, թեկուզ այն մարքեթինգի թիմին, որը զբաղվել է ձեր ընտրաշավով, այս ամեն ինչը կազմակերպել է, բայց այդ սխալը, մեծ սխալ է, ընկերներ, դա կարա անեցքել բերի ու կարա շատ ամեն ինչի մեջ ձախողի էլ, որովհետև արդարությունը գալիս է, դա պատկանում է Քրիստոսին։ Մենակ ինքը իրավունք ունի ասելու ես գալիս եմ, այսինքն արդարությունը գալիս է։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, ամեն դեպքում ցանկացած արշավ, որ կազմակերպվում է մարքեթինգային, պետքա նայեք, որ չլինի հակաքրիստոնեական, որովհետև այդ խոսքը իրապես շատ զորավոր է ու պատկանում է մենակ տերերի տիրոջը, ով էլ Քրիստոս Հիսուսն է, որն է նշված է Աստվածաշնչում։ Ինձանից ոչ մի բան չասեցի։ Զուտ սրանով է ուզում կիսվել ընկերներ։ Ամեն դեպքում դուք էլ այսօր որ չգիտեմ, ոնց լինի այս վիդեոն կհայտնվի ձեր մոտ Արման Թաթոյան ջան, խնդրում եմ, գնացեք Աստծո մոտ, ձեր սենյակ, դուռը փակեք, ներողություն խնդրեք Աստծուն, որ այդ սլոգան օգտագործել եք թեկուզ չգիտակցաբար եւ այլն։ Ամեն դեպքում Աստված ընդունող ու հասկացող ու ներող Աստված է։ Ինձ ոչ մի բան չկա դրանից, պարզապես այն ինչը որ պատկանում է Աստծուն, չեմ կարող այդ տիտղոսը բացարձակ ոչ ոք մարդ արարածը չի կարող վերցնի աստվածային տիտղոսը ու վերցնի կպցնի իրան, որովհետև մենք գիտենք որ շատ սրբեր են եղել, որ ասվում է նույն առաքյալները, նույն, չգիտեմ, մարգարեները, բայց
Նույն Հովանեսը, որ ամենասիրելի աշակերտն էր Քրիստոսի, ասում էր մեկն էլ չկա, որ սուրբ է, ու որ ասի թե սուրբ է, ստախոս է։ Մի այլ տեղ էլ Սաղմոսների մեջ գրած է մեկն էլ չկա, որ արդար է։ Մեկն էլ չկա, հենց այդպես էլ նշվում է։ Ու չի էլ կարա լինի։ Մեկը որ եղել է դա Քրիստոս Հիսուսն է։ Սրանով եմ կիսվե ընկերներ, օրհնում եմ ձեզ։ Արման Թաթոյան ջան, օրհնում եմ ձեզ։ Գնացեք Աստծո մոտ, այդ սլոգանի համար ապաշխարեք ու թող Աստված օրհնի ձեզ, ձեր գործերը, ձեր թիմին եւ այլն։ Այսքանով եմ կիսվե ընկերներ, օրհնում եմ ձեզ անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն